Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս փուլը առանձնանում է նրանով, որ ակնհայտ է դառնում Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումների մի նոր փուլ է սանձազերծել և իր կողմից օգտագործվող լծակները գերազանցապես տնտեսական են և տնտեսական են լինելու ըստ էության։ Նրանք լավ են հաշվարկել Հայաստանի խոցելիությունների բնույթը, սա իհարկե էլ պատերազմի սպառնալիքը չի աշխատում, զենքի զինամթերքի մատակարարումները այլևս ակտուալ չեն, Հայաստանն արդեն ունի այլ գործընկերներ ավելի հեռանկարային, այլ համագործակցություններ պաշտպանության և անվտանգային հարցով Հայաստանին հետաքրքիր չեն այստեղ Հայաստանը ևս միջոցներ է ձեռնարկել, սակայն տնտեսությունը դեռ մնում է մեր խոցելի ռուսական ճնշումներին դեմ հանդիման, որոնք են դրանք։ Երբ Փաշինյանի և Պուտինի միջև այդ 20 րոպեանոց բաց զրույցը տեղի ունեցավ, մենք մոտավորապես հասկացանք նրանք ինչ են ուզում։ Պուտինը խոսեց գազից, Պուտինը խոսեց Հայաստանի Ռուսաստան արտահանումից, խոսվեց նաև Հայաստանի ընտրությունների համատեքստում այս ամենը։ Դրան հետևեց 2 ժամանոց բանակցություններ։ Բանակցություններից հետո, այսպես ասենք, չոր մնացորդը տեքստային բավականին այսպես երկարաշունչ հարցազրույցի ձևով ներկայացրեց փոխվարչապետ Օվերչուկը։ Որքան էլ որ նա տեխնոկրատ էր, այնուամենայնիվ նրա հղումները Թուրքմանչայի պայմանագրին և ընդհանրապես չհիշատակելը Ալմաթիի դեկլարացիան, որը Ռուսաստանն է ստորագրել, ցույց է տալիս, որ Ռուսաստանն այնուամենայնիվ պահպանում է այդ նկրտումները և տնտեսությունն էլ օգտագործելու է որպես լծակ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու։ Այդ լծակներից մեկն էլ ատոմային էներգետիկան է։ Բացի դրանից ռուսները մեզ սպառնում են, որ օդային այդ ավիափոխադրումները կդադարեցնեն, խոստանում են, որ եթե կոնցեսիան երկաթուղային համակարգում փոխվի, ապա Ռուսաստանից և Չինաստանից բեռները կշրջանցեն Հայաստանը և այլն և այդպես շարունակ։ Արդյոք դրանք այն փաստարկներ են, որոնք պետք է ահաբեկեն Հայաստանին, Հայաստանի հասարակությանը, Հայաստանի ղեկավարությանը, լավ ասենք, թե ահաբեկեցին, մենք էլ վախեցանք, բայց ինչ անենք դրա հետ, և արդյոք վախենալու բան է այս ամենը։ Փորձենք հասկանալ, և այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է տնտեսագետ, Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը, բարև եք եկել, պարոն Ֆանյան, ուրախ եմ հրավերս ընդունելու համար և ուրախ եմ ձեզ նորից տեսնելու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ֆանյան, դուք ուշի ուշով հետևում եք այս դեպքերի ընթացքին և մասնագիտության բերումով հետևում եք հենց մասնագիտական ասպեկտով, մանավանդ, երբ դրա առիթն էլ կա, հա, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ըստ էության մեզ հետ փորձում է խոսել ճնշումների լեզվով և տնտեսական փաստարկներով ամրագրելով այս ճնշումները, ամրապնդելով այդ ճնշումները։ Ինչի մասին է խոսքը և ինչպես եք դուք որպես տնտեսագետ, որ նաև մեր տնտեսության իրական վիճակը գիտեք, այսպես ռենտգեն պատկերը, ինչպես եք այս ամենը գնահատում, համեցեք։ Շնորհակալություն։
նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել են հանգամանքի վրա, որ նախկինում կարծես թե ճնշման գործիքները տարբեր են եղել եւ տնտեսական ֆակտորի կարեւորությունը առաջին անգամ որ այսպեսի մեծ ծավալով շեշտվում է։ Նախկինում խոսել ենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված միշտ հայ-թուրքական սահմանի հնարավոր պատերազմի վտանգի մասին եւ այլն, եւ այս անգամ արդեն այդ խաղակարտերից ստեյությամբ մնացել է տնտեսական խաղակարտերը։ Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ այդ խաղակարտերը բավականին ծանրակշիռ են Հայաստանի նկատմամբ։ Այլ հարց է, թե արդյոք մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերները եւ չշեղվենք այն ուղուց, որը մենք որդեգրել ենք, եւ ես դա համարում եմ տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը, որը մենք պետք է փորձենք հնարավոր ռիսկերը չեզոքացնել։ Այն ասպեկտները, որը արտացած հայտնի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը, ըստ էության դրանք դժվար է հերքել։ Այո, այդ հանգամանքները կա մեր գյուղատնտեսական ապրանքների ճնշող մեծամասնությունը մենք ցավոք սրտի շարունակում ենք արտահանել Ռուսաստան։ Մեր էներգակիրների ներկրման մի զգալի մասը կախված է Ռուսաստանից, մեր ցորենի ներմուծման մի զգալի մասը կախված է Ռուսաստանից, բայց այդքանով հանդերձ, այս ամեն ինչը հասկանալով, արդյոք մենք պետք է ընկրկենք, տեղի տանք եւ ըստ էության կոնցեսիայի պայմանագիրը, որը շատ կարեւոր եմ ես համարում TRIP-ի գործարկման տրամաբանության մեջ, որտեղ այլապես մենք ունենալու ենք կիսատ մի հաղորդակցման ուղիներ, որը անցնելու է միայն հարավի 43 կիլոմետրանոց հատվածում եւ Նախիջևանից ոչ թե շարունակելու է իր ուղղությունը Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, այլ ուղղակի Նախիջևանից շարունակելու է արդեն նոր կառուցվող ճանապարհով դեպի Կարս։ Այդ դեպքում մենք բավականին լուրջ տնտեսական վնասներ կգրենք։ Եթե մենք խոսում ենք վնասների մասին, պետք է հասկանանք այս բանը մենք ինչ ենք կորցնում եւ պոտենցիալ ինչ կարող ենք կորցնել։ Այսինքն, եթե մենք ընտրում ենք վատի եւ վատագույնի միջև, պետք է ըստ այդություն այդ որոշումը արժանվույն կատարենք։ Ես պետք է նշեմ, որ այո, մենք վերջին տարիներին ունենք արտահանման շատ ավելի մեծ ծավալներով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ, բայց դա մասամբ պայմանավորված է վերարտահանման գործարքներով։ Օրինակ, երբ որ մենք տենում ենք մեր արտահանման կառուցվածքը, Հայաստանից արտահանվող ամենամեծ խումբը հեռախոսային սարքերն են։ Պարզը չէ, որ Հայաստանում որպես այդպիսին հեռախոսային սարքեր այդ ծավալով չեն արտահանվում, որ օրինակ քարանիշ մակարդակով հեռախոսային ապարատներ 779 միլիոն դոլարի։ Այսինքն համատության համար կոնյակը, որը գիտենք, էլի ճիշտ է ունի վերարտահանման որոշակի կոմպոնենտ, բայց 275 միլիոն դոլար է կազմում։ Հետևաբար, բայց միևնույն ժամանակ, որ խոսում ենք այնպիսի ապրանքների դեպքում, մի շատ լավ օրինակ եմ ուզում բերել բենզինի հետ կապված։ Մեզ տասնամյակներ միշտ այդ վախով ապրել ենք, որ եթե Ռուսաստանից բենզին չստանանք, մենք չենք կարողանալ գոյատևել։ Մեզնից անկախ հանգամանքները, մասնավորապես Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցված այդ ռազմական հարվածների հետևանքով դրանց արտադրողական հզորությունները սահմանափակվեցին եւ հիմա Ռուսաստանը հազիվ կարողանում է սեփական պահանջարկը բավարարել եւ Հայաստանը ստանալով ԵԱՏՄ-ից այդ ներմուծման մաքսատուրքի ըստ էության ազատում կարողանում է այս բանին դիվերսիֆիկացված եղանակով բենզին ներմուծել եւ Եգիպտոսից, եւ Ռումինիայից, եւ Ադրբեջանից, Ղազախստանից կարող է քննարկվել այս ամեն ինչը։ Այսինքն, երբ որ առաջանում որոշակի խնդիրներ, միշտ խնդրի լուծման որոշակի բանաձևեր կան։ Ես նաեւ հակված չեմ հավատալու այն տարբերակին, որ այդ արտանումը ասես զոյական դադարեցվելու է։ Եկեք չմոռանանք, որ այսօր էլ Հայաստանը ապրանքները արտանում Ռուսաստան, որը իրենց համար կարևոր նշանակություն ունեն։ Մենք խոսեցինք հեռախոսային ապարատների մասին եւ այլն եւ այլն։ Սրանք փոքր սանկցիաների մեջ գտնվող Ռուսաստանի համար փոքր պատուհաններ են, որոնց միջոցով կարողանում է շփվել համաշխարհային տնտեսության հետ եւ այդ պատուհաններից մեկը Հայաստանն է։ Մենք էլ ունենք որոշակի ազդեցության լծակներ։ Իհարկե անհամեմատ դրանք ավելի թույլ են, քան թե Ռուսաստանի լծակները, որ կարող են լինել, բայց նաև Ռուսաստանը կարծում եմ պետքա հաշվի առնելով այն զարգացումները, մենք երբ որ փորձում ենք հասկանալ նաև առավել, ընդգրկում քաղաքատնտեսական ասպեկտը ընթացող գործընթացների, տեսնում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ վստահությունը բավականին նվազել է Հայաստանում, հատկապես 2020 թվականից եւ 2023 թվականի Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո
ավելի ուժեղ, այսպես ասած, հակազդումը Հայաստանի քայլերին, այդ թվում նաև երկաթուղու մասով կարող է Հայաստանը լրիվ դուրս դնել, այսպես ասած, Ռուսաստանի ծիրից, հա, եթե փորձենք ավելի պատկերավոր նկարագրել։ Սա է ընդհանուր համապատկերը, որ ձեր տված հարցին ուզում էի որպես տնտեսագետ նշել։ Ամեն դեպքում ընդունում եմ, որ ռիսկերը կան, միևնույն ժամանակ համարում եմ, որ կառավարությունը վերջի առնվազն 3 տարիներին բավարար քայլեր չի ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ եւ նույնիսկ այս վտանգը շատ շոշափելի եւ իրատեսական ունենալով էլի քայլերը, որը պետք է ավելի պրոակտիվ մենք տեսնեինք, ցավոք սրտի, այս բանին բավարար գնահատել չեմ կարող։ Պարոն, այս ամենը ունի նաև նախընտրական այսպես համատեքստ հստակ, եւ խոսքը վերաբերվում է Ռուսաստանի կողմից այս գործածվող ճնշման այսպես կարճաժամկետ հաշվարկների, հա։ Նրանք ուզում են ստանալ իրենց համար հաճելի արդյունք ընտրություններին եւ ահաբեկում են ընտրողին, ահաբեկում են ղեկավարներին, իրենց առաջ նման քաղաքական խնդիր դնելու։ Ինչ կարող է լինել այս 2 ամիսների ընթացքում ձեր կարծիքով իրենց այդ ճնշումների, ինչ կարող է անել Ռուսաստանը։ Դեմոնստրատիվ քայլեր կարող են մենք ականատես լինել, օրինակ նախկինում ունեցել ենք կոնյակի ներմուծման մասով սահմանափակումներ, ձկնամթերքի ներմուծման մասով սահմանափակումներ, չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին մենք այդպիսի դեմոնստրատիվ օրինակներ կտեսնենք, այդուհանդերձ չեմ կարծում, որ լայնամասշտաբ սրացման խնդիրը կհասնի։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ Ռուսաստանը մենք հաճախ դատողություններ են կատարում Ռուսաստանի մասին, նկատի ունենալով այն Ռուսաստանը, որը կար մինչև 2020 թվականը, մինչև 19 թվականը, մինչև 2022 թվականը։ Բայց ակնհայտ է, որ մենք գործ չունենք այդ Ռուսաստանի հետ այլևս եւ մեր դատողությունները այն հնուց եկած մեր վախերով եւ այսպես ասած պատկերացումներով մենք դինամիկ պետք է մեր եզրակացություններ անենք, ոչ միայն ելքային ինֆորմացիայի մասով, այլ մուտքային պարամետրերը, ինչ հնարավոր է անել, պարզ ասենք 2021 թվականին, այդ հնարավորությունները իրականում սահմանափակված են, տնտեսական առումով ևս Ռուսաստանի համար սահմանափակված են։ Այս հանգամանքները ավելի դինամիկ պետք է նայել եւ ես կարծում եմ իհարկե կլինի օրինակ եթե այնպիսի իրավիճակով սցենարը զարգանա, որ հայկական կողմը ստիպված լինի ուղղակի կոնցեսիայի պայմանագիրը դադարեցնել եւ ակտիվների կառավարումը պայմանագիր կնքել մեկ այլ երկրի խաղացողի հետ, այդ դեպքում հակազդեցություն կլինի, բայց դրա արդյունքը եւ վտանգավորությունը շատ ավելի սահմանափակ է լինելու, քան թե նախկինում մենք կարող էինք ակնկալել։ Կոնկրետացնենք մի քիչ Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է, որ մեզ պետք է փոխկապակցվածություն ստեղծել մեր հարևանների հետ, պրոբլեմային հարևանների հետ, որոնց հետ մենք այդ կապակցվածությունը չունեինք, եղած մասերն էլ տասնամյակներով չէին գործարկվում, եւ քանի որ կոնցեսիոները RЖD-ն է, ապա հարցը սենց էր դրվում, որ եկեք դուք սարքեք, լի խնդիր չի, էլի։ Ռուսներն էլ ասացին պատրաստ են քննարկել։ Վարչապետն ասաց քննարկելու բան չկա, կամ սարքում եք, կամ չեք սարքում, ինչը քննարկենք։ Հետո պարզ դարձավ ինչն են ուզում քննարկել, թրիփում մասնաբաժին են նրանք ուզում, դե իսկ Ռուսաստանի շահերի նկատմամբ այսպես թուլություն ունեցող գործիչներից մեկն էլ ուղղակի ասաց, որ թրիփը դա սպառնալիք է եւ որպեսզի այդպեսին չլինի, պետք է այդտեղ մասնաբաժին ունենա Ռուսաստանը եւ Չինաստանը։ Մեջբերման հավարտ։ Եվ հետո պարզ դարձավ, որ եթե Ռուսաստանն էլ ներդրումներ անի, ապա այդ երկաթուղով
խուսափեն երթևեկել, որովհետև չեն ուզում հետները գործ ունենալ, սանկցիոն ռեժիմ կա եւ ռիսկ կա երկրորդային պատժամիջոցների տակ ընկնել եւ նաեւ ուղղակի չեն ուզում գործ ունենալ մի երկրի կազմակերպության կամ երկրի կազմակերպության կողմից կառավարվող մի օբյեկտի հետ հայտնի պատճառներով, հետեւաբար մենք կորցնում ենք մեր կոնկուրենտային հնարավորությունը։ Ասեմ ավելին, շարունակելով ձեր միտքը, մենք այսօր տեսնում ենք, որ Նախիջևանի հատվածում ԵՄ ֆինանսավորմամբ ակտիվորեն իրականացվում է երկաթուղի վերականգնում։ Այդպիսի ծրագրեր կան։ Իմ ունեցած տեղեկություններով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել նաև նմանատիպ վերականգնողական աշխատանքներ իրականացնել հայկական հատվածում, պայմանով, որ կոնցեսիոները չի կարող լինել Ռուսաստանի Դաշնությունը եւ մասնավորապես ՌԺԴ-ն, կարծում եմ հասկանալի պատճառներով։ Ուզում եմ ասել, որ այդ առումով մենք ունենք այդպիսի իրավիճակ, միևնույն ժամանակ պետք է շեշտեմ, որ մեր տեղական կարողությունները առանց ՌԺԴ-ի բավարար չեն, որպեսզի այդ հատվածների վերականգնումը իրականացնենք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ, երբ որ Տավուշի լոռու հատվածում տեղի ունեցավ երկաթուղային կամուրջի փլուզում ջրհեղեղի հետևանքով, որպեսզի կարողանանք Հայաստանի բենզինի եւ ցորենի մատակարարումների անխափանությունը ապահովենք, ստիպված նույն բարձր պաշտոնեական մակարդակով խնդրանք ներկայացվեց ռուսական կողմին, որպեսզի մասնագետների խումբ գա եւ իրականացնի այդ վթարավերականգնողական աշխատանքները։ Նմանապես, եթե ինչ-որ մի հանգամանքում չլինի ռուսական կողմի ներգրավվածությունը, անհրաժեշտություն է առաջանալու ներգրավել մեկ այլ երրորդ կողմի մասնագիտական կարողություններ, որ կարողանանք այդ վնասված հատվածները, ես նկատի ունեմ նախ եւ առաջ Երասխի հատվածում, ես նկատի ունեմ Ախուրիկի հատվածում, հյուսիսում, հա, եւ Իջևանի հատվածում, իրականում Իջևան, Ղազախից զատ մենք այնտեղ նաեւ հնարավորություն ունենք այդ մի երկաթ գիծը ամրացնել Գյումրի-Թբիլիսի հատվածին, առանցին 23 կիլոմետր ճանապարհով, որը ըստ էության կարող է ավելի Վանաձորին կպցնենք։ Այո, Վանաձորին, Իջևանից Վանաձորի այդ հատվածում կպցնենք, այսինքն մյուս հատվածով էլ անմիջական հնարավորություն լինի կապ հաստատել թուրքական կողմի հետ, այսինքն գնալ Գյումրի, Գյումրիից Կարս։ Հնարավորություններ կան, ռիսկերը կան, ես կարծում եմ սա այն հարցերից մեկն է, որ պետք է շատ մանրամասն վերլուծել ռիսկերը, գնահատել, բայց ռիսկը նրա համար չի, որ չպետք է այդ ռիսկին գնալ։ Ռիսկը նրա համար է, որ պետք է հասկանալ ինչ հետևանքներ կարող է ունենալ ռիսկերի զսպման, մեղման գործողությունների ծրագիր եւ առաջ գնալ։ Այո, ռիսկի հիմնական խնդիրը կառավարման մեջ է կայանում, ոչ թե խուսափելու մեջ։ Եթե այդ ռիսկին պետք է գնալ, ես ինքս եւ որպես քաղաքացի, եւ որպես մասնագետ կարծում եմ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել եւ ստեղ հարցը չպետք է առաջնորդվենք։ Մենք կարող է կարճաժամկետում ունենանք վնասներ։ Մեր տնտեսությունը կարող է վնասներ կրել։ Մեր բարեկեցության մակարդակը կարող է ընկնել, բայց այստեղ ոչ թե կարճաժամկետ շահերի մասին է պետք մտածել, այլ ավելի շատ երկարաժամկետ հնարավոր համագործակցության մասին։ Պարոն Ֆանյան, նաեւ գազից խոսեցին։ Պուտինը նշեց, որ տեսեք Եվրոպայում գազը $600 է, իսկ Հայաստանում 177.5, մինչդեռ դա Հայաստանի գինը չի, դա Գազպրոմ Արմենիայի գինն է, որը երբ գալիս հասնում է մեր խոհանոցներ, դառնում է 300 եւ ավել։ Հա, 2.5 անգամ ավել, հա, ու սա ինչ են ուզում ծախել մեր վրա, եւ երկրորդը արդյոք դա կրիտիկական է աշխարհում Հայաստանին հասանելի գազը կա միայն Ռուսաստանում։ Իրականում մենք ունենք հնարավորություններ Իրանից գազ ներկրելու, որը թույլ կտա մեր ներքին պահանջարկի մի զգալի մասը, նկատի ունեմ 80% եւ ավել ապահովել, սակայն այդ մեծ ծավալի թողունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ վերազինել Հայաստան-Իրան երկաթուղին, այդ թվում նաև լրացուցիչ պոմպակայանների ստեղծման միջոցով մղող սարքերի։ Ես ուզում եմ նաև դրա վրա ուշադրություն դարձնեմ, քայլեր չեն իրականացվում, նաև այդ ուղղությամբ։
Սա կարծում եմ մտահոգիչ է, թե մենք առնչվում ենք նման տիպ ռիսկերի հետ, ճիշտ կլինի նաև այդ այլընտրանքի մասին մտածել։ Իհարկե դուք կարող եք ինձ հակադարձել, որ չէ՞ որ այդ գազամուղը եւս գտնվում է ռուսական կողմի Գազպրոմի սեփականությունը եւ իրենց բանի միջոցով է, այսպես ասած, կառավարվում, բայց մենք գործ ունենք մի բանի հետ, որ քրիտիկական իրավիճակներ են առաջանում, արդեն սեփականության իրավունքը երկրորդ պլան է մավում։ Եվ նոր աշխարհակարգի պայմաններում էլի մենք չպետք է գնանք այն կատեգորիաներով, որ նախկինում մենք լսել ենք, չէ՞, մարդու իրավունքների պաշտպանություն, սեփականություն, ամեն հարգանքով ես շարունակում եմ լինել եւ սեփականության իրավունքի պաշտպանության ջատագով եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, բայց երբ որ քրիտիկական իրավիճակներ առաջանում, բնականաբար ոչ մեկ արդեն ուշադրություն չի դարձնում դա Գազպրոմ Արմենիայի սեփականությունն է թե ոչ։ Եվ առասարակ Գազպրոմ Արմենիան ում սեփականությունն է։ Մանավանդ երբ X պահից սկսի աշխատել մեր դեմ, մենք էլ իրավունքներ ունենք, չէ՞, որպես մարդ։ Իրականում էլի վերջի զարգացումները, եթե լայն առումով նայում ենք Հայաստանում այլ նմանատիպ ենթակառուցվածքային նախագծերի դեպքում, ես ինքս այն մարդկանցից եմ, որ տնտեսական առումով առաջի օրերին մտահոգիչ եմ համարել այն գործընթացները, որ հեծի շուրջ ընթանում են։ Բայց եթե նայենք արձագանքը հեծի նկատմամբ ռուսական կողմից, նրանք պատկերացնում են, թե նման գործողություն իրականացվել օրինակ 2019 թվականին կամ 2021 թվականին, դա շատ ավելի մեծ, այսպես ասած, արձագանք կառաջացներ ռուսական կազուս բելլի։ Արձագանք կառաջացներ, շարունակելով կարծել, որ այդտեղ կա խնդրահարույց կետեր սեփականության իրավունքի հետ կապված, շարունակելով կարծել, որ կան խնդրահարույց դույթներ այս ամբողջ կառավարման ընթացքում, հայեցի կառավարման ընթացքում, այդուհանդերձ ես կարծում եմ, դա փալին օրինակներից մեկն է, թե Ռուսաստանը այն մասին, որ Ռուսաստանը առաջվա Ռուսաստանը չի։ Պարոն Ֆանյան, իսկ Ադրբեջանի հեռանկարները որպես ապագա գազամատակարարող ավելի ուշ, ավելի երկարաժամկետ ձևով արդեն կենտրոնական Ասիայի մեծ գազի տարանցումը Ադրբեջանով, Հայաստանով դեպի Եվրոպա, ինչը Հայաստանին էլ որպես սպառողի մեծ այսպես արտոնությունների դաշտ է բացում։ Դուք այդ հեռանկարները այս պահի դերությամբ ձեզ ինչպես են երևում։ Այս պահին եթե անկեղծ լինեմ, չեմ համարում իրատեսական, իրատեսական նկատում եմ առաջիկա 5 տարիների ընթացքում, մենք դրա մասին խոսել չենք կարող, սկսած այն պատճառով, որ նույն framework-ը, TRIP-ի, որ հրապարակվեց, առաջնային երկու բանի մասին է խոսք գնում, ավտոճանապարհ եւ երկաթուղ մասին է խոսք գնում։ Գազամուղը ավելի ուշ փուլում ընթացող գործընթաց է եւ նաեւ կախված է թե Հայաստանի տարածքի որ հատվածով դա կանցնի, քանի կիլոմետր մենք ունենանք, եթե լինի այդ 43, 44 կամ 50 կիլոմետր, բնականաբար այդ տարանցման վճարները ավելի փոքր են լինելու, քան եթե օրինակ անցնի պայմանական Իջևանով ու Գյումրիով դուրս գա Թուրքիա, դա բնականաբար ավելի երկար ճանապարհ է եւ այն ակնկալվող օգուտները, որ մենք կարող ենք ունենալ, շատ ավելի մեծ կլինեն։ Պարոն Ֆանյան, եթե կարելի է այդուհանդերձ, ես կարծում եմ եւ երկաթուղ կոնցեսիայի հարցում ընտրություններից հետո մեր իշխանությունները ավելի վճռական կլինեն իրենց գործողություններում եւ կախված արդեն ռուսական կողմի արձագանքից, խոսքը կվերաբերի գազային ենթակառուցվածքներին կամ այլ մատակարարներին, ես կարծում եմ ընտրություններից հետո ավելի վճռական կլինի եւ չեմ բացառում, որ նաեւ ռուսական կողմի ռետորաբանությունը ավելի թուլանա։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մարդիկ ցույց տալի իրենց ուժեղ քարտերը, այդ նաև նախընտրական շրջանում, բայց կկիրառվի թե չէ, դա իրենից արդեն լրիվ այլ գործընթացներ է ենթադրում ռիսկերով հանդերձ։ Այստեղ ոչ միայն մենք ենք կորցնում, այլև Ռուսաստանը ինքը եւս կորցնում է։ Կորցնում են առումով, որ ավելի իրանից հեռու մղելու Հայաստանին։ Պարոն Ֆանյան, այն ինչ ասում եք խիստ ռացիոնալ է, բայց եթե այդ ամեն ինչը լիներ
ռացիոնալության դաշտում, ասենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանը պատերազմ չէր սկսի, էլի հաստատ։ Այսինքն այստեղ մենք մի քանի օպցիաներ ունենանք եւ միայն ռացիոնալ բացատրությունը վախենամ բավարար չլինի, որպեսզի մենք բոլոր այդ մեր հաշվարկները ներառական լինեն բոլոր տարբերակների համար։ Ես դրա մասին եմ խոսում, որ վստահ չեմ, որ այդ հաշվարկները պատշաճարվում են։ Եվ դա խնդրահարույց եմ համարում։ Իհարկե ես չեմ ակնկալում, որ դրա մասին մեր իշխանությունները պետք է անեն եւ մամուլի հաղորդագրություններ տարածեն, բայց փորձագիտական շփումների ժամանակ մասնագիտական շրջանակները պետքա բնականաբար գործնական հարթությունները մենք կամ պետքա տեսնենք կամ ես պետք է ասեն դրանց մասին։ Պարոն Փանյան, նաև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ահավոր նեղված է Հայաստանի կողմից այն Եվրամիության անդամակցության ուղղված քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքի ընդունումից։ Մեզ ամեն անգամ տրիվիալ բան են ասում։ Դե հնարավոր չի անդամակցությունը Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին համատեղել։ Իսկ ով ասել, որ մենք պատրաստվում ենք համատեղել, հա։ Ընթացք կա, մենք շարունակում ենք մնալ ստեղ, այնքան ժամանակ էլ կմնանք, քանի այդ ընթացքի չի խանգարում, կգանք կհասնենք ինչ-որ մի կետի, կորոշենք մնում ենք, թե չենք մնում, չնայած պարզ է, եթե հասանք, էլ մնում ենք, ինչ անենք։ Եվ ռուսները մի այսպեսի մարտավարություն են ընդունել, մեզ համար անելով այնպես, որ շաբաթն ուրբաթից շուտ գա։ Ինչ եք կարծում, այս իմաստով ռուսները ինչ խաղաքարտեր ունեն, մանավանդ ազգային ժողովի նախագահն էլ ուղիղ տեքստով ասաց, Գազիգյանին ձեռ տվեցիք, մենք հապկից ենք դուրս գալու, ԵԱՏՄ-ից էլ։ Գնացեք ու մտածեք, արժի անել թե չէ, համեցեք։ Իրականում կարծում եմ ռուսական կողմը ևս հասկանում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում հնարավոր չի։ Դա պայմանավորված է համապատասխանության բավականին բարձր նշաձողով, ընդհանցակարգեր, ստանդարտներ, ենթակառուցվածք, որը կպահանջի եւ դա ակնհայտ է, որ առնվազն 5 տարվա ընթացքում հնարավոր չի իրականացնել։ Եթե հնարավոր չի, ինչու են ամեն անգամ նույն բանի մասին խոսում։ Կարծում եմ սա եւս բանակցային ռազմավարությունից բխող գործողություններ է, որ փորձում են այդ ամեն ինչը շահագործել Հայաստանի դեմ։ Էլի եմ ասում, ես կարծում եմ, որ լծակները ունեն մեր տնտեսության վրա ազդելու, բայց թվում նաև գազի գնին, այսպես հակազդելու առումով մենք եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը այստեղ ունի ռազմական ներկայություն, ճիշտ է ունենք պայմանագիր, որը բավականին ժամանակ կա, որպեսզի ավարտվի, բայց նաև այս նոր աշխարհակարգի պայմաններում էլ մարդիկ չեն նայում պայմանագրերին եւ ամեն ինչին։ Մենք չսահմանափակենք մեզ նախորդ աշխարհակարգի գծած օրենքներով եւ կանոններով։ Ես կարծում եմ Ռուսաստանը ամեն դեպքում նաև կարող է որոշակի դասեր քաղել իր ուկրաինական փորձից եւ ավելի զգուշ կլինի Հայաստանում, Հայաստանը չկորցնի, որովհետեւ մենք ունենք մի տարածաշրջան, որ այստեղ Հայաստանը սեպի նման խրված է, Վրաստանը, որ վերջին շրջանում իրականում պրոռուսական ավելի շատ դրսևորումներ ունի, քան թե հակառուսական, այդում բարձր մակարդակի տարբեր այսպես հայտարարությունների գծով, եւ այս առումով Հայաստանը եւ տնտեսական առումով եւ ռազմական առումով բավական լուրջ նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Հնարավոր կորուստը Ռուսաստանին սա ոչ միայն ռազմական բազաներով մենք պետք է նայենք, նաև իրենց տնտեսական ազդեցության առումով։ Բայց ինչ որ նշվել է այդ հայտնի հարցազրույցի ժամանակ ռուսական քաղաքարտերի մասին 2 միլիոն մեր հայ ազգաբնակություն, որ կա Ռուսաստանում, բոլորը ճիշտ են, բոլոր փաստերը ճիշտ են։ Այլ հարցա թե դրանց գործարկման հավանականությունը ինչքան է, որը ես նույնիսկ եթե ընդունենք, որ իրականացվի, դա պետք է ընդունել, ես շեշտում եմ, այդ ռիսկերը պետք է ընդունել եւ առաջ գնալ։ Եվ
Ամփոփելով, պարոն Ֆանյան, ասել արդեն 38 օր է անցել, այսօր էլ վճռական օր է խոստանում Իրանի դեմ այդ ամերիկա-իսրայելական պատերազմի հաշվի առնելով աշխարհագրական հանգամանքները եւ ինքնին Իրանը մեծ համար կարևոր տնտեսական գործընկեր էր, նաեւ տարանցման ուղի դեպի Պարսից ծոցի երկրներ, ասիական շուկաներ, հա։ Հիմա սա ամենը չի աշխատում։ Դուք ինչ ռիսկեր եք տեսնում եւ կառավարման այդ ռիսկերի ինչ տարբերակներ եք տեսնում Հայաստանի համար, կարճաժամկետ, միջնաժամկետ այդ ռիսկերը սպասարկելու համար, մանավանդ այս վատթարացող էներգակիրների կոնյունկտուրայի պայմաններում։ Մենք մեր վերլուծական կենտրոնը այդ թեմայով ուսումնասիրություն է անում, երբ թե վաղակամիսորը կրապարակենք, որոշակի արդյունքներ ունենք, առաջինը, որ Հայաստանի տարանցումը Իրանով, այսինքն մեղրի անցանկետով անցնում է Հայաստանի արտահանման մոտավորապես 11%։ Ինչ ունենք մենք, երբ որ խոսում ենք արտահանման մասին եւ տարանցման մասին, իրականում ապրանքների մի զգալի մասը մենք տարանցման նպատակով օգտագործում շուրջ 400-500 միլիոն։ Դա մեր ծխախոտն է, որը արտահանվում է Իրաք եւ Արաբական Միացյալ Էմիրություններ նախ եւ առաջ, եւ մենք նաեւ մեծականակ ապրանքներ ենք բերում։ Սկսած չինական սարքավորումներից, ավտոմեքենաներից վերջացրած շինանյութերը, որը հենց բուն Իրանից ենք ներկրում։ Խոսքը երկաթի ձողերի մասին է, այդ արմատուրա կոչվածների, ամրաններ եւ այլն։ Խոսքը բիտումի մասին է, որը ասֆալտի մեջ է օգտագործում, խոսքը կլինկերի մասին է, որը ցեմենտի արտադրության մեջ է օգտագործում։ Մեր ուսումնասիրությունը ցույց են տալի, որ առնվազն ցեմենտի մասով եւ երկաթի ձողերի մասով մեր ներքին կարողությունները թույլ են տալի, որպեսզի տեղական պահանջարկը բավարարվի։ Մենք գիտեք վերջին տարիներին ունենք գործարաններ, գործարկված, որ հենց մետաղի ջարդոններից արտադրում են ամրաններ։ Ինչ վերաբերում է բիտումի հարցում, սա իրականում խնդրահարույց է եւ նաեւ պետք է նշել, որ իրանական բիտումի որակն է նաեւ որոշ առումով խնդրահարույց։ Եվ այս առումով պետք է քայլեր ձեռնարկվեն դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Ես ենթադրում եմ Ադրբեջանում օրինակ նույն այդ հնարավոր կլինի նաեւ ադրբեջանական բիտումներ մուծել ինչ-որ մի բայց սկսած։ Ինչ վերաբերում է հնարավոր ներմուծման կամ արտահանման երթուղիների անցման առումով, ամենաիրատեսականը եւ ես հնարավոր եմ համարում տնտեսապես նաեւ ամենաշահավետներից մեկը կլինի, եթե այդ թուրքական սահմանը թեկուզ ժամանակավոր բացվի, ինչպես մենք ունեցել ենք 90-ականների սկզբին, եւ մեր շարժակազմերը երկաթուղային հասանելիություն ունենան Միջերկրածովյան Մերսին նավահանգստին, Իսկանդերուն նավահանգստին, այդ դեպքում մենք բավականին, այսպես ասած, տնտեսական օգուտների մասին կարող ենք նույնիսկ խոսել, ոչ միայն ռիսկերի վասեցման չէ զոհացման։ Ընդհանուր առմամբ այս բան մեր հարցազրույցները, տրանսպորտային ընկերությունների հետ, ներմուծողների հետ ցույց են տալի, որ այդ ռիսկերը կառավարելի են։ Հնարավոր է առանձին ապրանքների գծով ունենան գների բարձրացում, բայց ամեն ինչ հնարավոր է կառավարել եւ կրիտիկներ մենք չենք ունենան։ Ես մասնագետների հետ քննարկումների արդյունքում տեղյակ եմ, որ որոշակի խնդիրներ կարող առաջանա, եթե էներգետիկ համակարգը խափանվի, որտեղ մեր սինխրոնիզացված են արտահանումները, ներմուծումները, բայց մնացածը գոնե պայդրությամբ կառավարելի վիճակում է գտնվում, նույնիսկ մատակարարումները, գիտեք, իրենց մոտ հիմնական տրանսպորտավորումը բերում են մինչև Նորդուս, Թյուսային Իրանում գտնվող քաղաք, հետո մեր ավտոմեքենաները Նորդուսից բերում այստեղ։ Նշում են, որ գները որոշակիորեն են բարձրացել, մանավանդ եթե մատակարարումները իրականացվում են ռազմական գործողությունների շրջանով, բայց մատակարարումները կան։ Եվ վերջին հարցս, պարոն Ֆանյան, այս պահի դերությամբ ճանապարհը դեպի Պարսից ծոցի երկրների, կարելի ասել, պրեմիում շուկաներ փակ է, իսկ մենք շատ ենք խոսում դիվերսիֆիկացիայի մասին, դուք էլ
արդարաբար ասում էիք, արդարացիորեն ասում էիք, որ պատշաճ ջանքեր չեն գործադրվել դիվերսիֆիկացիայի համար եւ դա շատ հեռանկարային ուղղություն էր դիվերսիֆիկացիայի առումով։ Հիմա փակ է։ Ոնց որ ասում են տեղը հանում այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ մենք որոշակի արտահանման առումով խնդիրներ կարող ունենանք, այս բան արտահանվում է դե ֆակտո։ Որոշակի ծխախոտի դեպքում այդպես համապակում չկա ճանապարհային ով տանում են։ Ինքնաթիռով մատակարարների մասով, գիտեք, մենք ոչխար էինք արտանում ինքնաթիռով, կենթանի ոչխարների մասին է խոսքը, այո։ Եվ քանի որ մեր ձևարարվելքում օդային տարածքները կամ հիմնական փակ է լինում կամ նորմալ չեն գործում, ինքը այդ առումով կարող որոշակի խնդիրներ իրականացնի, ցամաքային ճանապարհները որոշակի դժվարություններ կան, բայց մինչև այժմ գործում են, բայց ես ուզում եմ շեշտել, որ կա նաև այլընտրանքային ուղի Թուրքիայի ճանապարհով Իրաքով Իբրահիմ Խալիլ անցակետով, երբ որ անցնեն դեպի Քրդստան, հա, Հյուսիսային Քրդստան, դրանից արդեն Իրաքի միջոցով այդ մատակարարումները անեն, հնարավոր է այդ տարբերակը, նաև այդ տարբերակն է հնարավոր ոնց որ օգտագործել։ Տեսականորեն, եթե հայ-թուրքական սահմանը բացի, այստեղ կարծում եմ եւս համագործակցելով թուրքական կողմի հետ կարելի է համոզել, որ իրավիճակը փոխվել եւ որպես բարեկամքի դրսևորում գոնե ժամանակավորապես կոնկրետ ապրանքների համար տարանցման երթուղիները պետք է գործեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ֆանյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների, գնահատականների եւ առաջարկությունների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, հետևենք դինամիկային, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ։ Շնորհակալություն։ Միշտ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Համենք զրուցեցինք մեր գործընկեր տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասպանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս փուլում Հայաստանի տնտեսական խոցելիությունների, նաեւ Հայաստանի եւ Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական կապերի ներկայիս վիճակի եւ հնարավոր ռիսկերի եւ ընդհանրապես Հայաստանի տնտեսական դիմակայունության առանձին հարցերի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք առաջիկայում, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։